Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր ծրագրում կարող եք դիտել։ Բացել են գրասենյակներից մեկի պատուհանը, ներս մտել, կոտրել անվտանգության ձայնը ազդանշանային համակարգը և հափշտակել 6 համակարգիչ, 2 ֆոտոխցիկ, տպիչ սարք, լազերային հեռաչափ ու 100,000 դրամ։ Որևէ արտարոց բան չեմ անում, պարզապես աշխատում եմ սիրով, նվիրումով, իմ բոլոր գործընկերներն են այդպես աշխատում։ Հունիսի 4-ին Երևանում աշխատանքը սկսեց ոստիկանության և հասարակության փոխհարաբերությունները խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի կողմից 2015 թվականի գործողությունների շրջանակներում։ Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Հարգարժան հյուրեր, մեծարգո պարոն դեսպան, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այսօրվա միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Այստեղ բոլոր այն մարդիկ են, ովքեր մեր կողքին են եղել այս ամբողջ ընթացքում։ Մեր վերափոխումների, բարեփոխումների, ձևափոխումների ընթացքում։ Շատ գործում և շատ սերտ աջակցության արդյունքում ԵԱՀԿ-ի հետ մենք ստեղծեցինք համանքային ոստիկանություն և ձեր ներկաներից ոչ մեկ անմասն չի մնացել դրանից։ Մենք որոշակի հաջողություններ ունենք տեղամասային տեսուչներին վերափոխելու արդեն համայնքային ոստիկանության կառավարման և աշխատանքի սկզբունքներին, բայց ես հեռու եմ իհարկե այն մտքից, որ մենք արդեն կայացրել ենք համայնքային ոստիկանությունը, որովհետև դրա համար պետք է տեղամասային տեսուչից վերափոխել, հիմնովին վերափոխել և դարձնել համայնքային ոստիկան։ Մարդ, որը կերում է հասարակության հոգսը, մարդ, որը գիտի իր բնակչությանը, իրավաբանական օգնությունները տալիս, մարդ, որն ապրում է այդ կենցաղում։ Եվ ես ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպման ժամանակ, երբ կքննարկվեն այն խնդիրները, որ մենք ունենք, եւ այն խնդիրները, որ մենք պատկերացնում ենք լուծումներ տալ, կարծում եմ փորձագետների եւ ձեր գործուն աջակցությամբ դուք մեզ որպես դրսի հայացք, կողքից հայացք մեզ ցույց կտաք այն բոլոր թերությունները, որ մենք ունենք։ Ինչ վերաբերում է հասարակության հետ կապերի, մենք կարողացել ենք հասնել այն որակական փոփոխության, որ ընկալելի եւ հասանելի ենք քաղաքացու համար։ Ոստիկանությունը քայլ առաջ գնալով խոր համոզմունք ունեմ, պետք է իր հետևից տանի հասարակությանը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր ելույթում անդրադարձավ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին ու հեռանկարներին։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ նման համաժողովն է անցկացվում և կարծում եմ այս համաժողովները ևս մեկ անգամ վկայում են, որ ոստիկանությունը հակված է թափանցիկ իր գործունեությունը ծավալելու, բարեփոխումները տալիս են կոնկրետ արդյունքներ ոստիկանության գործունեության գրեթե բոլոր ուղղություններով և այդ արդյունքները տեսանելի են մեր հասարակության համար, տեսանելի են խորհրդարանի համար և առանձին քննարկումների ժամանակ դրանք արժանանում են բարձր գնահատականների։ Համակարգի առջև կան նաև որոշակի մարտահրավերներ, որոնց ուղղությամբ պետք է հետևողական աշխատանքներ իրականացվեն։ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ներկայացրեց Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացված աշխատանքը համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ծրագրի գործարկման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով։ Իմ խորին համոզմամբ ժամանակակից հասարակության մեջ ոստիկանության և հանրության գործընկերությունը ոչ միայն օրախնդիր է, այլև չափազանց անհրաժեշտ։ Ժամանակակից մարտահրավերներն ու արդիական մոտեցումը անվտանգության խնդիրներին և հանցավորության կանխարգելմանը ենթադրում են հասարակության բոլոր շերտերի ակտիվ ներգրավում տվյալ ոլորտում որոշումների կայացման համար։ Այս պայմաններում ոստիկանությանն անհրաժեշտ են պետական և ոչ պետական կազմակերպությունների ու ողջ հասարակության օժանդակությունը երկուստեք լիակատար վստահության առկայությամբ։ Հենց այս դրույթն է ոստիկանության աջակցությանն ուղղված ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ծրագրի հիմքում։ Այնուհետև ելույթ ունեցավ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին։
Բարձր գնահատելով կառույցի փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ, դոկտոր Ֆլյուրին նշեց, որ նման համաժողովները գործընկերության ընդհանրապես երևացող մասն են, ուր ամփոփվում է ամենօրյա գործնական աշխատանքը ոստիկանության ծառայողների վերապատրաստման նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը միտված է ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանն ու հասարակություն ոստիկանություն գործակցության սերտացմանը։ Համաժողովի առաջին մասը նվիրված էր հանցավորության կանխարգելման եւ հանրության ու ոստիկանության գործընկերության գործում համայնքային ոստիկանության դերին ու նշանակությանը։ Հանրության վստահությունը որպես Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների առաջնահերթություններից մեկը զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի կազմակերպական վերլուծական վարչության բարեփոխումների եւ կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը։ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետ Թիմ Փարսոնսը ներկայացրեց իր դիտարկումները քննարկվող հարցի վերաբերյալ, իսկ ԵՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի ստորաբաժանման հետազոտությունների եւ վերլուծությունների հարցերով խորհրդական Թորստեն Շտոդյեկն իր զեկույցում անդրադարձավ համայնքային ոստիկանության ձևավորման ու գործունեության վերաբերյալ ԵՀԿ մոտեցումներին։ Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման ձեռքբերումներն ու մարտահրավերները ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը։ Համաժողովի երկրորդ մասում քննարկվեցին շահագրգիռ պետական եւ ոչ պետական մարմինների հետ ոստիկանության համագործակցության խնդիրները։ Գործընկերության նշանակությանն ու առանձնահատկություններին իր ելույթում անդրադարձավ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետ Դենիել Սիլվերսթոունը։ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության փորձագետ Կարմեն Վասիլը ներկայացրեց այս ոլորտում արևելյան Եվրոպայի երկրների իրավապահ մարմինների փորձը։ Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Երանոսյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում համայնքային ոստիկանության զարգացման ծրագրի շրջանակում գործընկերային մոդելի կիրառմանը, իսկ սոցիալական արդարություն հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը գործընկերային մոդելը քննության առավ ընտանեկան բռնության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարողությունների զարգացման ծրագրի համատեքստում։ Ավարտին ԶԼՄ-ների նշանակությունը հասարակություն ոստիկանություն հարաբերությունների ձևավորման գործում զեկույցով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը, ներկայացնելով գործակցության առանձնահատկություններն ու խնդիրները։ Համաժողովի փակման խոսքով հանդես եկան հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը եւ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլյուրին։ Համաժողովն անցավ առարկայական քննարկումների մթնոլորտում։ Մասնակիցները ներկայացրին կոնկրետ հարցադրումներ եւ հիմնախնդիրների գործնական լուծման ուղիներ։ Շարունակում ենք թողարկումը։ Հանցանքի համար պատիժ նշանակելը նպատակ ունի ոչ միայն ժամանակավորապես մեկուսացնելու համակեցության կանոնները խախտած անձանց, այլև որ ամենակարևորն է հնարավորություն տալու նրանց քավելու մեղքը, դարձի գալու, ինտեգրվելու հասարակությանը որպես օրինապահ քաղաքացի։ Իսկ Կոտայքի ոստիկանների բացահայտումից հետո պարզ դարձավ, որ կասկածյալները ոչ մի հետևություն էլ չէին արել եւ արդեն երրորդ անգամ կանգնել էին փոცხին։ Ապրիլի 9-ից 24-ը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները գողության 2 դեպք արձանագրեցին։ Ձեռագիրը նույնն էր, հանցագործը գործում էր գիշերը եւ հավանաբար ոչ մենակ։ Երկու դեպքում էլ գողացված իրերի քանակն ու ծավալը հուշում էին, որ դա մեկ մարդու գործ չէ։ Առաջին դեպքն ապրիլի 9-ից 10-ն էր եղել։ Բացել էին օգոստոսի 23-ի փողոցում գործող գրասենյակներից մեկի պատուհանը, ներս մտել, կոտրել անվտանգության ձայնազդանշանային համակարգը եւ հափշտակել 6 համակարգիչ, 2 ֆոտոխցիկ, տպիչ սարք, լազերային հեռաչափ ու 100,000 դրամ։ Առավոտյան գրասենյակի աշխատակիցներից ահազանգ ստանալով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները դեպքի վայր մեկնեցին։ Սովորականի նման առավոտյան ժամը 10-ին մոտեցանք գործակալությանը, բացեցինք գործակալության դուռը, աշխատակիցներից մեկը ասեց, որ համակարգիչներից չկան։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանները հնարավոր բոլոր միջոցներով փնտրում էին հանցագործներին, երբ կատարվեց երկրորդ գողությունը։ Ապրիլի 24-ի գիշերը Աբովյանի կենտրոնական շուկայի խանութներից մեկի դռան ճաղավանդակը փոկել էին, հարմարեցված գործիքով բացել դուռն ու հափշտակել ծածկոցներ, վարագույրներ, սփռոցներ, հեռուստացույց։ Վնասի չափը 4,270,000 դրամ էր։ Անմիջապես զանգահարեցի ոստիկանություն, ոստիկանությունը եկավ շատ շուտ։
Քրեական հետախույզները շարունակեցին որոնողական աշխատանքները, օպերատիվ հարցումներ կատարվեցին, ուսումնասիրվեց նախկինում նման հանցագործություններով դատապարտվածների ներկայիս գործունեությունը և նելեգալ 2015 ու կանալ պարեկ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքները ցանկալի արդյունք տվեցին։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ նշված գողությունները հնարավոր է կատարած լինեն Աբովյան քաղաքի բնակիչներ Գևորգ Մկրտումյանը և Իլիչ Մանուկյանը, որոնք էլ մայիսի 21-ին իրենց իսկ բնակարանից բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին։ Նախկինում գողության համար դատապարտված Գևորգ Մկրտումյանը և Իլիչ Մանուկյանը բաժնում խոստովանեցին, որ նշված հանցագործությունները իրենք են կատարել։ Գևորգ Մկրտումյանը խոստովանեց նաև, որ բացի այդ, մայիսի սկզբերին գողացել է իր ծանոթներից մեկի բջջային հեռախոսը։ Նրանց բնակարաններում կատարված խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվեց։ Հեշտությամբ էին տուն տեղափոխել։ Երկուսի բնակարաններն էլ խանութին մոտ էին։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Շարունակում ենք ներկայացնել 2014 թվականին ոստիկանության տարբեր ծառայությունների գծով լավագույնը ճանաչված աշխատակիցներին։ Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հետնապատկերին հատկապես կարևորվում է հանրության ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության ու որակի բարձրացումը, ինչը դժվարացնում էր ընտրությունը։ Այսօր հերթը լավագույն անձնագրավարինն է։ Ոստիկանության հատուկ հանձնաժողովը 2014 թվականի լավագույն անձնագրավար ճանաչեց ոստիկանության Իջևանի բաժնի անձնագրային բաժանմունքի աշխատակից Գոհար Ճաղարյանին։ Լավագույն ճանաչվելու պատիվը 22 տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքն է։ Բարեհամբույր ժպիտով, մեղմ բնավորությամբ, հումորի հրաշալի զգացումով օժտված մարդ է Գոհար Ճաղարյանը։ Գիտի մարդկանց հետ բարեկիրթ վարվելու, լավ հարաբերություններ ստեղծելու կանոնները։ Ես անչափ երախտապարտ եմ, որ տեսան ու գնահատեցին իմ աշխատանքը։ Որևէ արտառոց բան չեմ անում։ Պարզապես աշխատում եմ սիրով, նվիրումով։ Իմ բոլոր գործընկերներն են այդպես աշխատում։ Մենք ամեն օր տարբեր բնավորության տեր, տարբեր դաստիարակությամբ ու պահվածքով մարդկանց հետ ենք շփվում։ Պետք է բոլորին լսել, հասկանալի բացատրել, լուծել նրանց խնդիրը եւ միայն ժպիտով քաղաքավարի, ասում է Գոհարն ու հավելում։ Դեռևս 1993 թվականից ոստիկանության Իջևանի անձնագրային բաժանմունքը առաջնորդվում է հետևյալ սկզբունքով, որ ժամն է լինի, ընդմիջում, աշխատանքային օրվա ավարտ, միևնույնն է, պատրաստակամ սպասարկել սահմանամերձ գյուղերից եկած մարդկանց։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, ես սիրում եմ շփվել մարդկանց հետ, ապրել յուրաքանչյուրի հոգսով։ Հպարտ է բարձր կոչմանն արժանանալու համար, բայց նաև գիտի, որ իր ձեռքբերումը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է։ Ինձ համար չափազանց հուզիչ էր ոչ միայն պարգևը ստանալու պահը, այլև գործընկերներից վերաբերմունքը։ Պատկերացնում եք, հուզված ոգևորված վերադառնում եմ Երևանից, իսկ այստեղ դիմավորում են ինձնից ավելի հուզված ու ոգևորված գործընկերներս։ Դա հնարավոր չէ բառերով նկարագրել։ Մենք հեռուստացույցով տեսանք, թե ինչպես է ոստիկանության պետը հանձնում Գոհարին լավագույն անձնագրավարի մրցանակը, եւ սրտանց սպասում ենք, թե երբ նա պիտի վերադառնա եւ մենք նրան պիտի շնորհավորենք, նրա հետ ուրախանանք։ Դա բոլորիս ուրախություններ, բաժնի բոլոր աշխատակիցների, գործընկերուհուն լրացնում է Մարգարիտան։ Ընդունված կարգ է, որ մենք բոլորս մեկը մեկով ուրախանում ենք, մեկս մեկով տխրում եւ իրոք մենք անչափ ուրախացել ենք Գոհարի մրցանակի համար, դա մեր պատիվն է, մեր բաժնի պատիվն է, մեր անձնագրային բաժանմունքի պատիվն է, որի համար մենք շնորհակալ ենք Գոհարիկից, որ նա կարողացավ այսպիսի մեծ ուրախություն պարգևել մեզ բոլորիս։ Անձնագրային բաժանմունքի պետ Մեդորա Չապուխյանը վստահեցնում է, մեր բոլոր աշխատակիցներն են գիտակցում, որ իրենց աշխատանքով վարվեցողությամբ քաղաքացու վերաբերմունքը կարող են փոխել դեպի լավը կամ վատը, հանգամանք, որ նրանց առջև առանձնահատուկ պարտականություն ու պատասխանատվություն է դնում։ Ամեն պահ աշխատավոճ ունենալով ոստիկանության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը՝ ոստիկանության հանդեպ վստահության բարձրացում։ Աշխատում ենք այնպես, որ երբևէ թերություն չնկատվի, որ ժողովուրդը միշտ բարի խոսքերով հեռանա անձնագրային ծառայությունից։ Ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդումը, ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության ու հավատի ամրապնդումը մեր թիվ 1 խնդիրներից է, իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է՝ լավ աշխատանքը, բարեխիղճ ծառայելը, ասում է ոստիկանության Իջևանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գարիկ Միրզոյանը։ Մենք այսօրվա պայմաններում գիտենք, սահմանապահ բաժին ենք եւ դատապարտված ենք լավ ծառայելու։
Հրաժեշտ ենք տալիս սահմանապահ բաժնի աշխատակիցներին, լավագույն անձնագրավար Գոհար Ճաղարյանին։ Այս մարդիկ վստահ գիտեն հանուն ինչի են ծառայում, եւ այդ գիտակցումով յուրաքանչյուրն իր տեղում նպաստում է, որ մեր երկիրը հզորանա, որ մեր ժողովուրդն ապրի խաղաղության մեջ, որ գերակայեն օրենքն ու օրինականությունը։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։ Քայլ առ քայլ դու կպարտ ու վստահ Եվ ոգով և ուշով դու կանցար Ճանապարհ շատ երկար մեզ սատար դուք դարձաք Եվ եկաք ու հասաք միշտ պատրաստ Իմ էզուր կառուցվեց մի հսկա Մի բանակ որ պատրաստ է անվար Ատուզանով ժամանքին աննկար Եվ հույսի հավատի մեզ պաշտպան Խոսում է հաստատ Միշտ խոհեմ աշխատանք իմես պար Ձեր հոգում բեցան լուսին ուսի սմբաց Տիրոջ կամքով ստեղծված